Հիմա կխոսենք երկրորդ unit-ի մասին, որն է կրկին to be by-ը, am is are-ը, բայց այս անգամ արդեն հարցական նախադասություններում։ Ինչպես հիշում եք, հաստատական նախադասությունների մեջ to be by դրվում էր անմիջապես դերանունից հետո, այսինքն I am, he, she, it, is, we, you, they, are եւ այլն։ Շղթականի դեպքում, ինչպես հիշում եք, միանգամից not էր ավելացվում այս բոլորից հետո։ Հարցականի դեպքում, սակայն, ամեն ինչ ավելի պարզ է։ Ուղղակի այս am is are-ը փոխադրվում է եւ տեղադրվում է դերանունից առաջ։ Այսինքն, եթե հաստատական նախադասության մեջ մենք ունենք I am, հարցականի մեջ ունենալու ենք am I։ Եթե հաստատականի մեջ he is, հարցականի մեջ is he։ Եթե հաստատականի մեջ we are, հարցականի մեջ are we եւ այլն։ Հիմա նայենք այս խոսակցությանը։ Ինչ ունենք այստեղ։ Այս կինը հարց է տալիս, այս տղամարդը պատասխանում է։ Առաջին հարցը What's your name? Տեսեք, այստեղ բացի այն, որ մենք ունենք հարցական նախադասություն, որտեղ to be by-ը տեղափոխվել է your name-ից, այստեղից եկել է այստեղ, այսինքն հաստատականը կլիներ my name is, բայց այստեղից, քանի որ հարց ենք տալի, is-ը տեղափոխվել է այստեղ, your name-ից առաջ է դրվել։ Մենք նաև ունենք հարցական բառ what, այսինքն ինչ։ Այստեղ հարցական բառը եւ is-ը what is։ Հարցական բառը եւ is-ը կրճատվել են, միաձուլվել են եւ ստացել ենք what's բառը։ What's your name? Ինչ է քո անունը։ Նույնիսկ հայերենում է այդպես։ Ինչ է։ What is։ What's։ Ասում է David։ Հիմա էլի հարց է տալիս։ Are you married? Ամուսնացած ես կամ ամուսնացած եք, կրկին ես չգիտեմ, ինքը David-ին հոգնակիով, այսինքն փորձում է David-ի հետ խոսել քաղաքավարության կանոնների համաձայն թե ոչ, բայց այստեղ կամ է, կամ ամուսնացած եք, կամ ամուսնացած ես։ Կրկին, այստեղ are-ը այստեղից տեղափոխվել է այստեղ եւ դարձել է հարցական։ Չեք, սխալ նշեցի, ոչ թե այստեղից է տեղափոխվել, այստեղից է տեղափոխվել։ Այսինքն you are married, հաստատական նախադասությունը եղել է you are married եւ որպես հարցական are-ը եկել է you-ից առաջ։ Are you married? Եվ ինքը ասում է no, I'm single։ Չէ, ամուսնացած չեմ, I'm single-ը, այսինքն մենակ եմ։ Կրկին հարց է տալիս։ How old are you? Քանի տարեկան ես։ How old are you? Ասում է 25, 25։ Եվ էլի հարց է տալիս։ Are you a student? Are you a student? Ուսանող ես։ Եվ ինքն ասում է Yes, I am։ Այո, եմ, ուսանող եմ։ Հիմա մի քանի կրկին օրինակ նախադասություններ նայենք։ Օրինակ, այստեղ կա հարցական։ Am I late? Նշանակում է ուշացել եմ։ Am I late? Պատասխանը no, you are on time։ Չէ, ժամանակին ես հասել։ Հաջորդ օրինակը։ Is your mother at home? Քո մայրը տանն է։ Տես, այստեղ your mother is at home, is-ը այստեղ է լինելու, այս կետի տեղն է լինելու հաստատական նախադասության դեպքում, բայց քանի որ ինքը հարց է տալիս, is-ը տեղափոխվել է, եկել է այստեղ նախադասության սկիզբ։ Is your mother at home? No, she's out։ Չէ, դուրսն է։ Հաջորդը։ Are your parents at home? Քո ծնողները տանն են։ No, they're out։ Չէ, նրանք դուրսն են, դուրս են եկել։ Կրկին այս կետի տեղը պիտի լիներ are-ը, բայց քանի որ հարց ենք տալիս, are-ը տեղափոխել ենք նախադասության սկիզբ։ Հաջորդը Is it cold in your room? Ցուրտ է քո սենյակում։ Yes, a little։ Այո, մի քիչ։ Կրկին is-ը it is is-ը այստեղ պիտի լիներ։ It is cold in your room։ Բայց հարց ենք տալիս, եկել է նախադասության սկիզբ եւ ինչպես նշվեց նախկինում, ժամանակի, եղանակի, ցրտի, տաքի դեպքում օգտագործում ենք it is-ը։ Այսինքն it is cold,
ցուրտ է, it is warm, տաք է, եւ եթե ուզում ենք ասել շոքի ասում ենք it is hot, շոք է, it is hot-ը ոնց որ it is cold-ի հականիշն է, հիմա it is warm-ը նշանակում է տաք, it is warm-ի հականիշը կլինի it is cool, ոնց որ սառնոտ է, ոչ թե շատ ցուրտ։ Վերադառնանք բային, to be բային։ Կրկին մի քանի հարցական նախադասություն we say-ի տակ։ Is she at home? Նա տանն է։ Is your mother at home? Ոչ թե, not. Is at home your mother? Կրկին is-ը բերում ենք նախադասության սկիզբ իր նախնական դիրքից, այսինքն is she at home-ի դեպքում նախնական դիրքը she is at home այս կետի տեղը պիտի լիներ, բայց մենք իրեն տեղափոխել ենք հարցականում դարձրել ենք is she. Now, is your mother at home? Քո մայրը տանն է։ Այս նախադասության մեջ is-ը հաստատականում այելի է ստեղ լինելու կետի տեղը, բայց քանի որ հարց ենք տալիս, մենք իրեն բերել ենք նախադասության սկիզբ, դարձել է is your mother at home։ Հիմա մյուս նախադասության մեջ are they new? Սրանք կամ նրանք նոր են, թազա են։ Այստեղ կրկին are-ը պիտի լիներ they-ից հետո, they are, բայց հարցականի համար բերել ենք սկիզբ նախադասության։ Are your shoes new? Քո կոշիկները թազա նոր են։ Այստեղ պիտի լիներ shoes are, your shoes are new, բայց հարցի համար բերել ենք սկիզբ are they new։ Հիմա խոսենք հարցական բառերի մասին։ Անգլերենում ունենք 1, 2, 3, 4, 5 հարցական բառ, որոնք են where նշանակում է որտեղ, արտասանվում է where, հաջորդը what նշանակում է ինչ, հաջորդը who նշանակում է ով, հաջորդը how նշանակում է ինչպես և why նշանակում է ինչու։ Հարցական բառերը օգտագործվում են նախադասության մեջ որոշակի կոնկրետ տեղեկություն ստանալու համար։ Այսինքն, եթե մենք ունենք is she your mother, նա քո մայրն է, is she your mother, այս նախադասությունը պահանջում է այո կամ ոչ պատասխան։ Բայց կարող է մենք այո կամ ոչից ավել ինչ-որ ինֆորմացիա ենք ուզում ստանալ, դրա համար մենք կարող ենք օրինակ հարցնել Who is she, ով է նա։ Այս who is she հարցը մի քիչ շատ ավելի ինֆորմացիա պահանջում, քան թե is she your mother, այո կամ ոչը։ Անցնենք մի քանի օրինակի։ Առաջին օրինակը Where is your mother? Is she at home? Որտեղ է քո մայրը? Where is your mother? Նա տանն է։ Is she at home? Հաջորդը Where are you from? Որտեղից ես? Canada, պատասխանը Canada, կանադայից։ Հաջորդը What color is your car? What color, ինչ գույնի, ինչ գույնի է քո մեքենան? Պատասխանը It's red, կարմիր է։ Հաջորդը How old is Joe? Քանի տարեկան է Joe-ն? Պատասխանը He's 24, նա 24 է։ How are your parents? Ինչպես են քո ծնողները? Պատասխանը They are fine, նրանք լավ են։ Հաջորդը These postcards are nice. How much are they? They are nice. How much are they? Ինչ արժեն։ Եվ This hotel isn't very good. Հաջորդը այս հյուրանոցը շատ լավը չէ։ Why is it so expensive? Ինչու է այսքան թանկ։ Հիմա կրկին նայենք մի քանի կրճատում։ What is-ը դառնում է what's. Who is-ը դառնում է whose։ How is-ը դառնում է how's եւ where is-ը դառնում է where's։ Կրկին մի քանի հարց։ What's your phone number? What's your phone number? Ինչ է քո հեռախոսահամարը։ Where is Lucy? Որտեղ է Lucy-ն։ Who's that man? Ով է այդ մարդը, տղամարդը։ And how's your father? Ինչպես է քո հայրը։ Անցնենք առաջ։ Short answers.
Հաճախ անգլերենում երկար պատասխանելու փոխարեն կարող ենք տալ կարճ պատասխաններ։ Այսինքն, փոխարենը, երբ որ դες հարցնում են Are you tired? Օրինակ այս օրինակի մեջ Are you tired? Փոխարենը ասելու Yes, I am tired, կարելի է ուղղակի ասել Yes, I am։ Հիմա նայենք short answers։ Այստեղ Yes, I am, he is, she is, it is, yes, he is, yes, we are, yes, you are, yes, they are եւ այլն։ Կարող ենք կարճ պատասխան նաև ժխտականում տալ։ Ասելով օրինակ No, I'm not, he's not, she's not, it's not, we're not, you're not, կամ they're not։ Կամ էլ կրճատել բայը եւ ժխտական մասնիկը միասին։ No, he isn't, she isn't, it isn't, we aren't, you aren't, they aren't։ Այս երկուսը իրարից չեն տարբերվում իմաստային տարբերակով, իմաստային տեսանկյունից։ Իրենք ուղղակի նույն բանը ասելու երկու տարբեր ձևեր են։ Հիմա ինչպես ենք մենք հասկանում կարճ պատասխանի դեպքում ինչ ասել։ Եթե հարցը սկսվում է առով, եթե հարցը սկսվում է is-ով, առով, պիտի ուշադիր լինենք, նշանակում է մեզնից պահանջվում է օգտագործել to be բայը պատասխանի մեջ։ Օրինակ, Are you tired? Եթե ուզում եք ասել այո, ես հոգնած եմ, ասելու եք Yes, I am։ Առաջին դեպքի համար։ Are you hungry? Եթե քաղցած չեք, ասելու եք No, I'm not, but I'm thirsty։ Thirsty նշանակում է ծարավ։ Մյուսը Is your friend Japanese? Քո ընկերը ճապոնացի է։ Հիմա այստեղ տեսեք մենք ունենք is եւ is-ը այդպես էլ մնալու է։ Is your friend Japanese? Քո ընկերը ճապոնացի է, պատասխանը Yes, he is։ Are these your keys? Կրկին այստեղ առը մնում է նույնը, քանի որ երկրորդ դեմքի համար է։ Are these keys yours? Are these your keys? Your keys? Yes, they are։ That's my seat, դա իմ տեղն է, no it isn't, ոչ, դա քո տեղը չէ, այստեղ տեսեք, ինչ-որ վիճաբանություն գնում, այստեղ ինքն ասում է, that's my seat, դա իմ տեղն է, այս նստածն ասում է, no it isn't, ոչ, սա քո տեղը չէ։ Հիմա մի քանի վարժություն, այստեղ ունենք օրինակ, find the right answers for the questions, ունենք հարցեր, պետք է հարցերի համար ընտրել ճիշտ պատասխաններ։ Օրինակ առաջինը արված է Where is the camera? Պատասխանը G-ն է In your bag։ Կամ Is your car blue? Քո մեքենան կապույտ է։ Հիմա պիտի այստեղից գտնենք պատասխանը։ Is your car blue? Oh, F-ն է։ No, it's black, չէ։ Սև է։ Is Linda from London? Linda-ն Լոնդոնից է։ Տեսնենք, ուրեմն այստեղ պիտի she փորձենք գտնել։ No, հեսա շին գտանք, she is American, այսինքն ասում է այստեղ H է պետք։ Am I late? Ուշացել եմ։ Այստեղ ասում է yes you are, C-ն է պետք։ Հետո, where is Anna from? Որտեղից է Աննան։ Այստեղ ուղղակի պիտի ասենք Toronto, Տորոնտոից։ What color is your bag? Ինչ գույնի է քո պայուսակը։ Մի բառանի պատասխան, black։ Are you hungry? Քաղցած ես։ Let's see. No, I'm not. Չէ, քաղցած չեմ. No, I'm not. How is George? Ինչպես է George-ը։ Տեսնենք fine, կարող ենք ասել fine։ Եվ who's that woman ով է այդ կինը։ My sister։ Այստեղ էլ D։ Մյուս վարժությունները նմանատիպ բնույթի են, պետք է փորձել կազմել նախադասություններ, մասնավորապես հարցական նախադասություններ, make questions with these words, եւ additional exercises։ Այստեղ միգուցե մի քանի բառեր հիշենք, օրինակ hungry նշանակում է քաղցած, thirsty նշանակում է ծարավ, thirsty-ն ես մեկն է։ Տեսնենք Anna's home, work, Canadian degrees, are you a teacher, student, umbrella, օրինակ ես բառը, umbrella, անձրևանոց, եւ
Parking lot նշանակում է կայանատեղի, parking lot, կայանատեղի, և I'm fine, these shoes are nice, $75, և shoes հոգնակիով նշանակում է կոշիկներ, shoes կոշիկներ, այսքանը, կարող եք փորձել անել վարժությունները, ստուգել արհեստական բանականությամբ կամ թողնել